Երգը նա նախորոք պատրաստել էր մայրիկի համար եւ խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր վերջին խոսքը հասցնեն մայրիկին։ Տեսանյութի այս հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը եւս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում։ Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում, սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով։ Ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել։ Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել եւ բանաստեղծություններ գրել։ Այնքան սիրուն ու խորն էր գրում։ Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել։ Որոշել էր տպագրել այն, բայց այդպես էլ չհասցրեց։ Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք եւ նպատակ անկատար չենք թողնելու, ընդգծեց Աննան։ Ինչպես նշում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի եւ չափազանց հայրենասեր։ Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից։ Վերջին անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց. «Առյուծ տղերք ենք, չվախենաք»։ Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից։ Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքը արդեն անմահացել էր, պարզապես մեզ էին խնայել։ Ամսի 16-ին մենք արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել եւ զոհվել, պարզաբանեց քույրը Աննա Հարությունյանը։